Ժողջան կրկին բարև բոլորին, ով հիշում ես բուֆերին են, որ սարքեցինք տարավեն մեկը, ակտիվ բուֆերը հիշում եք, իրա վրայի խփած բուֆերը վերցրեցի ու խոստացա քանդեմ, տեսնենք ինչն ա նիտը, որովհետև հոտ չէր գալի վառվածի, բայց ինքը չէր աշխատում, ապրիվ էր։ Երկու բառով էլ բացատրեմ այն մարդկանց համար, ովքեր սեր ունեն, բայց չգիտեն դինամիկի, որ հատվածը ոնց է կոչվում, հա։ Ուրեմն սա կալպակ է կոչվում, պաշտպանում է հիմնականում ուրեմն փոշուց, բայց բացի փոշին, ինքը նաև երբ որ դինամիկը հետ է գնում բուֆերը, հա, երբ որ հետ է գնում, օդի ճնշում է ստեղծում, որ դինամիկը մինչև վերջ չեթա հետ խփի։ Եթե այս կալպակը օրինակի համար չլինի, դինամիկի հետ գնալու արագությունը շատ բարձր կլինի, որտեղ օդի ճնշում էլ չի լինի, պատկերացրիք, չէ՞, կգնա կխփի ներքևը։ Ու երբ որ օրինակի համար փոխում ենք կալպակը, ցանկալի է դնենք իրա համարժեք կալպակ, էլի ոնց որ ոչ թե ուռած կամ բան, այդ օդի լիտրաժը պահպանելու համար։ Ուրեմն այս կողքի այս ռեզինը, որ մենք ասում ենք ռեզինը, կողքի ռեզին, հա, կոնկրետ պոլիուրիտանի ինչ որ լուծույթներով հավաքած գուբկեք, հա, բայց ընդհանուր տենց խոսակցականի մեջ ասում ենք ռեզին։ Ինքը կոչվում է պատվես։ Այս կարճ հատվածը կատուշկից մինչև պատվես, այս կարճ հատվածը, այս թուղթը կոչվում է դիֆուզոր։ Դե կատուշկեն, ինձ թվում է բոլորն էլ կիմանան արդեն, կատուշկեն սա է։ Տակը ուրեմն մագնիտային այդ համակարգն է, շատ բարակ ճեղք ունի, որի մեջ խաղում է այս կատուշկեն, հա։ Իսկ կատուշկեն, որպեսզի չքսվի պատերին փչանա, դա օգնում է այս կենտրոնացող շայբա ենք ասում, էլի ցենտրույշիա շայբա։ Այս տակի շայբեն է օգնում, որ կատուշկեն մեջը հեշտ խաղա ու չքսվի կողքերին։ Հիմա ինչ էր եղել այս բուֆերի հետ։ Այս բուֆերին տեսեք, ճիշտ է, մի քիչ տաքացրել են կատուշկեն, տեսեք գույնը փոխել է, կարմիր դարձել է սև, բայց թեկուզ այս դեպքում այս կատուշկեն դեռ շատ երկար կաշխատեր, եթե պահպանեին անվտանգության կանոնները, կոնկրետ այս դեպքում տվել են ավել հզորություն, ինչի հետևանքով կատուշկեն իջե խփելա ներքևը, տեսնում եք, այս հատվածը մի քիչ այսպես պիտի կատուշկից բարձր լինի, կես միլի, մի միլի պիտի կատուշկից բարձր լինի, հա, ոնց որ։ Ինքը խփել, կլորացրել, ծռվելա կատուշկի վրա, տեսնում եք, ծռվելա կատուշկի վրա։ Ու այս հատվածը արդեն քսե, ընդամենը այս մի լարի պատճառով, ժողովուրդ, այս մի լարի պատճառով ընդամենը աշխատանքը դադարել է կատուշկի, բայց լարերը շատ լավ են, կպած են, լաքը վնասված չի, այսինքն եթե պահպանեին կանոնները, դաժե այսենց տաքացած վաղտ, ինքը դեռ շատ երկար ի վիճակի էր աշխատելու։ Բայց քանի որ այս մեկը կտրվել է, արդեն վсё, էլ կատուշկեն աշխատունակ չի։ Ինչ ասածս, հետևություններ անելով վիդեոից մի գերազանցեք բուֆերին տրվող հզորությունները, կլիպ մի տվեք, պատկերացնում եք, օրինակի համար ինքը կարա լինի ասենք 150 վատ, դուք իրան տակ 150 վատ, բայց 100 վատանոց ուսիլիցելով, պատկերացնում եք, չէ՞ ինչ եմ ասում, 100 վատանոց ուսիլիցելն էլ կարա տա 150 վատ, բայց այդ ժամանակ կլիպ է գնում, շատ կեղտոտ սիգնալ է գնում դեպի դինամիկ, ինչի արդյունքում էլ կանան լինեն այսպիսի տաքացումներ ու պրոբլեմներ։ Պետք չի, ասենք 150 վատի հետ կարելի է դրած 200 վատ ու աշխատացրած 150 վատ։ Այտենց համ լավա ձեր դինամիկին, համ լավա ձեր ուսիլիցելին, ուսիլիցելը քիչ կտաքանա, դինամիկն էլ երբեք կլիպի տակ չի աշխատի ու կատուշկեն չի տաքանա։ Ինչ ասեմ, տեսակ պրոբլեմներ ինչ կարա լինի, ինչա լինում։ Այս դինամիկը ես չեմ սարքելու, ես ոնց որ դինամիկ չեմ սարքում, տեսնենք, եթե տղաներից ում պետքա, ամենավերջում կապնվեք, կտամ ձեզ, ես դինամիկ չեմ սարքում, էլի։ Սենց պրոբլեմը։ Մնացած հարցերի համար, ինչը ոնց միացնեք, ինչքան բանման, կապնվեք, խորհուրդները կտամ։ Լավ եղեք, Ժողջան, մինչ հանդիպում։